Միացյալ Նահանգները խնդրել է Թուրքիային օգնել Ուկրաինայում և Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործընթացին։ Այս հայտարարությունը տարածել է ԱՄՆ պետքարտուղարությունը, ամփոփելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարի Վաշինգտոն կատարած այցի ընթացքում պետքարտուղար Ռուբիոյի հետ հանդիպման արդյունքները։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարի այցը Վաշինգտոն բավական հետաքրքիր, այդ թվում ներքաղաքական երանգ ունի, հաշվի առնելով Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի ձերբակալությունից հետո Թուրքիայում չդադարող բողոքի ակցիաները և դրանց բավական մեծաքանակ լինելը։ Այս համատեքստում Թուրքիայի արտգործնախարարի այցը և դրան հետևած, այդ թվում Միացյալ Նահանգների նախագահի կողմից արած հայտարարությունը, առ այն, որ Թուրքիան լավ երկիր է, իսկ Էրդողանը լավ առաջնորդ, ցույց են տալիս, որ Միացյալ Նահանգների ներկայիս վարչակազմը աջակցություն է ցույց տալիս Թուրքիայի իշխանություններին, իսկ սա նշանակում է, որ Թուրքիան ստանձնելու է ավելի մեծ դերակատարում տարածաշրջանում։ Բազմիցս խոսել ենք այն մասին, որ հաշվի առնելով Թրամփի այլ տարածաշրջաններում անմիջական ներգրավվածությունը թուլացնելու քաղաքականությունը, ակնկալվելի է, որ այդ թվում Հարավային Կովկասում Միացյալ Նահանգների հիմնական ներկայացուցիչ դերում հանդես է գալու Թուրքիան։ Այս հանդիպումը եւ այդ տարածած հայտարարությունը դրա դրսևորումներից մեկն է։ Հետաքրքիր է, որ այս հայտարարությունը ընդամենը մեկ օրվա տարբերությամբ հնչեց այն բանից հետո, երբ տեղի ունեցավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղարի հետ, որի ընթացքում այդ թվում քննարկվել էր խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման ավարտը եւ առկա գործընթացը։ Այս կոնտեքստում հետաքրքիր է նաև այն հանգամանքը, որ Ադրբեջանը հենց այս օրերին արեց հայտարարություն առ այն, որ Հայաստանը պետք է շտապի, եթե ուզում է խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ, որովհետև անկախ նրանից, որ համաձայնագրի տեքստը համաձայնեցված է, ժամանակը անվերջ չէ եւ կարող է այդ վերջնաժամկետը այսպես կոչված մոտենալ։ Այլ կերպ ասած, եթե Հայաստանը չշտապի կատարել Ադրբեջանի նախապայմանները, միշտ չէ, որ հնարավորություն է ունենալու դա անել եւ կնքել խաղաղության պայմանագիր։ Ամփոփելով կարող ենք նշել, որ Միացյալ Նահանգների կողմից տարածաշրջանում գործընթացների պատվիրակումը, իրեն ներկայացնելու գործառույթի պատվիրակումը Թուրքիային նշանակում է, որ Թուրքիան ել ավելի մեծ ճնշում է գործադրելու Հայաստանի վրա, հնարավորինս արագ ստիպելու նրան կատարել Ադրբեջանի նախապայմանները, որովհետև նույն խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումից հետո Թուրքիայից թեկուզ ոչ ամենաբարձր մակարդակով, բայց արդեն իսկ հնչել են հայտարարություններ այն մասին, որ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները կկարգավորվեն, երբ որ Հայաստանը կատարի Ադրբեջանի նախապայմանները։